Պարոն Աբրամյան, Նիկոլ Փաշինյանը հիմնարարցից զարգումները շարունակում կատարել։ Մի քանի րոպե առաջ էլ կրկին այս հեծի թեմայով գրեց, որ հեծը պետականացնելը պետք է արագացնել եւ ինքը հանձնարարական ունի արդեն եւ նաեւ հորդոր է անում հեծի աշխատակիցներին շարունակել աշխատանքը։ Ես նախ ուզում եմ ձեզ հարցնել, ինչպես եք գնահատում իր այս հայտարարությունը եւ ինչ մեխանիզմներ կան, դուք ինչ մեխանիզմներ եք տեսնում այս գործընթացը իրականացնելու համար։ Նախ իշխանության կամայականությունները տարբեր փուլերում արտահայտվել են։ Մեր բոլորի աչքի առաջ եղել են բոլոր գործընթացները, եւ իշխանությունը տարբեր բնույթի գրողներ է սկսում բոլոր այն ուժերի, ինստիտուտների կամ գործիչների նկատմամբ, ովքեր իր դիրքորոշումից տարբերվող մոտեցում են ներկայացնում, կամ այսպես ասած ճակերտավոր խոչընդոտում են իրենց քաղաքականության իրացմանը։ Բայց մի բան ասեմ, կոնկրետ հեծի դեպքում իմ տպավորությամբ Սամվել Կարապետյանը առանձնապես մտահոգություն չունի այդ մասնակցներին հասնելու համար, ամեն ինչ անելու է, անկախ թե դրանից իրեն ֆինանսական որևէ կորուստ կլինի, թե չի։ Բայց սա այլ խնդիր է նաև առաջացնում անուղղակի։ Տեսեք, ճիշտ է, Հայաստանը ունի փոքր տնտեսություն, բայց բնականաբար ներդրողները, պոտենցիալ ներդրողները, այն բոլոր կառույցները, որոնք հետևում են աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող միտումներին, սա բնականաբար սա անցալում են որպես մարդկանց սեփականության դեմ հարձակում եւ սա բնականաբար նաև ազդելու է Հայաստանի վարկանիշին, որը հետագայում հնարավոր ներդրումների վրա, անկախ թե դրա հիմքում այսօր իշխող քաղաքական ուժը ինչ է դնում, բնականաբար այն մարդիկ, ովքեր մասնագիտորեն հետևում են այս process-ին, բնականաբար իրենց համար պարզ է թե ինչ է տեղի ունենում,